Բարի երեկո հեռուստադիտող բարեկամներ, Երևանի մամուլի ակումբը Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում իրականացնում է այլընտրանքային լրատվության ռեսուրսներ ծրագիրը։ Ծրագիրը իրենից ներկայացնում է միջոցառումների մի ամբողջ շարք, կլոր սեղաններ, հեռուստատեսային հաղորդումներ, բանավեճեր եւ այլն։ Այսօր այս ծրագրի շրջանակներում Երևանի մամուլի ակումբի փորձագետները գտնվել են Վանաձորում, նախ ասեմ, որ մինչ այս հանդիպումը նրանք եղել են ՀԿ կենտրոնում, որտեղ կազմակերպվել է կլոր սեղան հասարակական սեկտորի ներկայացուցիչների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Երևանի մամուլի ակումբի փորձագետների միջև, թե ինչ է քննարկվել այսօր այդ կլոր սեղանի ընթացքում, հաղորդման ընթացքում կպարզվի, սակայն հաղորդման նրանց այցի երկրորդ մասը վերաբերում էր հեռուստաբանավեճին, հեռուստահաղորդմանը, որը այսօր տեղի է ունենում մեզ մոտ լորի հեռուստաընկերությունում, քննարկվող թեման ՀՀ զրպարտության եւ վիրավորանքի ինստիտուտները կարգավորող օրենսդրությունը, իրավակիրառ պրակտիկան եւ դրա հնարավոր հետևանքները նախընտրական շրջանում։ Ահա այս թեման է, որ այսօր մեր տաղավարում կքննարկվի։ Ես իրով ներկայացնեմ մեր հյուրերին։ Լարիսա Փարեմուզյան, հետք էլեկտրոնային պարբերականի լոռու մարզային ներկայացուցչության ղեկավար, այսպես ասենք, ներկայացուցիչ, Մեսրոպ Հարությունյան, Երևանի մամուլի ակումբի փորձագետ, Գառնիկ Սահակյան, Ժառանգություն կուսակցության լոռու մարզային գրասենյակի ղեկավար, Աշոտ Մանուկյան, Հայ ազգային կոնգրեսի լոռու մարզային գրասենյակի ղեկավար, Հովհաննես Թադևոսյան, Հայ հեղափոխական դաշնակցության լոռու մարզային գրասենյակի ներկայացուցիչ եւ Արսեն Դարփինյան, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է այսօր ներկայացնում եւ լոռու մարզպետի տեղակալն է։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը, շնորհակալություն, որ այսօր այստեղ եք եւ նրանք, ովքեր մասնակցել են այսօր ՀԿ կենտրոնում կազմակերպված միջոցառմանը, խնդրում եմ մի երկու խոսքով ներկայացրեք, ինչ քննարկվեց եւ ովքեր էին մասնակցում, ինչ եք տանում ձեզ հետ ՀԿ կենտրոնից, այսպես։ Խնդրեմ Տիկին Փարեմուզյան, դու այսօր քննարկումը չափազանց այսպես բարձր մթնոլորտում էր ընթանում, լավ մթնոլորտում էր ընթանում, նախ ուրեմն խոսքի ազատության մասին խոսակցությունը գնաց, մասնակիցները հանդիպան, քննարկման մասնակիցներին տեղեկացվեց ուրեմն օրենքի, հայաստանյան օրենքի վիճակը, խոսքի ազատության եւ մասնավորապես վերջին շրջանում Հայաստանի մամուլի նկատմամբ կիրառվող այդ դատական ռեվանշները, դրանց գնահատականները տրվեց, միջոցառմանը քննարկմանը մասնակցում էին Վանաձորի, հիմնականում Վանաձորի քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ որպես լրագրող, մարզային լրագրող, այն միջավայրը այն մթնոլորտը, որը նախընտրական շրջանում աշխատում եմ ես որպես եւ մարզի լրագրողները, նրանց ներկայացուցիչ որպես աշխատում են լոռու մարզում։ Շատ լավ։ Ավելացնեմ, որ բավականին հետաքրքիր քննարկում էր, որովհետև թեման կարծես թե կարող է հասարակության լայն շրջանակների համար այդքան էլ մեծ հետաքրքրություն չներկայացնել, բայց իրականում հետաքրքրություն ներկայացվեց եւ բավականին հետաքրքիր բանավեճ ծավալվեց, որովհետև խոսքը վերաբերում էր զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացմանը եւ օրենքի հետ փոփոխություններին եւ դրա հետ կապված վերջին 1 տարում հանրապետության լրատվության ոլորտում կատարվող տեղաշարժերին։ Ու նաեւ իհարկե հետաքրքրությունը թե նախընտրական շրջանում ինչեր կարող են տեղի ունենալ։ Եվ պիտի ասեմ, որ այն շահագրգռվածությունը, որ կար քննարկման ժամանակ, հարցերի սրությունը, կարծիքների տարբեր կարծիքների բախվելը եւ այլն ինձ համար բավականին շահեկան ու հետաքրքիր էին։ Հուսամ, որ նման բախում կլինի նաեւ այս ստուդիայում, կարծիքների միայն բախում բնականաբար։ Շատ լավ, մինչ թեման քննարկելն անցնելը հիշեցնեմ, որ լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրն իրականացվում են Internews Network Եվրազիա համագործակցության հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը եւ մամուլի աջակցության Internews հասարակական կազմակերպությունը։ Ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել Միացյալ Նահանգների ժողովրդի շնորհիվ, Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ եւ նպատակ ունի Հայաստանում ավելի
հասանելի դարձնել անկողմնակալ եւ բազմակարծիք լրատվությունը ավանդական եւ այլընտրանքային միջոցներով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Եվ այսպես 2010 թվականի մայիսին ընդունվեց այս օրենքը։ Արդեն կարելի է եւ գնահատական տալ եւ հետադարձ հայացք նետել, որքանով էր ճիշտ ապաքրիականացնել այս օրենքը եւ ինչ հետևանքներ է բերել, ինչ հետևանքներ, ինչ են կրում մենք մեզ վրա, ինչ ենք տեսնում զանգվածային լրատվամիջոցներս եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, խնդրում եմ անկեղծ գնահատական տալ։ Արդեն, եթե չեմ սխալվում, պարոն Հարությունյան, 30-ից ավել դատական հայցեր են եղել եւ հիմնականում դատարանները բավարարում են հայցերը։ Այս թվերի եւ ընթացքի մասին դուք իհարկե ավելի մանրամասն կներկայացնեք, սակայն այս պահին ցանկանում եմ, որ մեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները գնահատեն օրենքը եւ օրենքից բխող հետևանքները։ Դե առաջինը ես եմ։ Համեցեք, պարոն Սարգսյան։ Սարգսյան։ Ցավոք պետք է նշեմ, որ դա ուղղակի անկախ լրատվամիջոցները ռմբակոծելու մի միջոց է։ Ուղղակի ֆինանսապես, ֆիզիկապես ոչնչացնելու մի միջոց էր այդ օրենքը, որի առաջը պետք է առնել։ Եվ որքան շուտ այնքան լավ։ Որտեղ թե ինչքան մեզ դեր ախաղում անաչառ լրատվությունը երկրի պետության, պետականության, տնտեսության կայացման գործում, դա անվիճելի փաստ է։ Ես որպես փոքր բիզնեսի հարկատու իմ օրինակի վրա ասեմ, որ եթե ունեցել եմ, չեմ խորանում բանի մեջ, ունեցել եմ տնտեսական վեճ Բուշամալիրի, հիվանդանոցային համալիրի հետ, եթե տեղական առաջին ընդհանուր իրավասության դատարանը մերժել է իմ հայցը, զանգվածային լրատվամիջոցների անմիջական ուղղակի պետք է այդ բառը օգտագործեմ ճնշման տակ, Վերաքննիչ դատարանը բավարարեց, այսինքն փրկեց իմ բիզնեսը, ուղղակի կործանումից փրկեց։ Ոնց կարելի է այսօր լրատվամիջոցներին դնել 10 միլիոններով, 18 միլիոնով տուգան բանը հայց ներկայացնել եւ դա բավարարվի, դա ուղղակի խայտարակություն է։ Դա ուղղակի պետք է առաջն առնել։ Ոնց ինչ արդեն դա պատկան մարմինների լուծելի խնդիրն է։ Եվ հիմնականում, եթե այսպիսի որակում տամ ընդդիմադիր մամուլին, թեև ես այնքան էլ կողմնակից չեմ իշխանական կամ ընդդիմադիր մամուլ ասելուն, մամուլը ինքը պետք է մի տեսակ լինի, ազատ ու անկախ։ Այդուհանդերձ այն լրատվամիջոցները, որոնք հիմնականում ներկայացնում են ընդդիմության տեսակետները, այս լրատվամիջոցների նկատմամբ են դատական հայցեր հարուցվում, քրեական դատարանները հիմնականում բավարարում են հայցերը եւ պարոն Մանուկյանը ինչ կարծիքի է։ Ճիշտն ասած, ես չեմ ուզում տարանջատել մամուլի ազատություն, բիզնեսի ազատություն, մշակույթի ազատություն, ազատ տեղաշարժման ազատություն, կա մի ազատություն, մարդու ապրելու իրավունքի ազատություն։ Եվ որ ասպեկտում էլ դա խախտվում է, դա ածանցվում է մնացած բոլոր ասպեկտների վրա, մնացած բոլոր բնագավառների վրա։ Եվ մեր երկիրը իր տոտալիտար ճնշման բնույթով փորձում է խլել մարդու ազատությունը։ Խնդիրը սա է։ Իսկ մարդու ազատությունը խլելու ճանապարհին բոլոր ընդդիմադիր դրսևորումները անընդունելի են դառնում իշխանական համակարգի կողմից։ Եվ բնական է, բոլորովին զարմանալի չէ, որ պետք է մտածվեր ինչ-որ ճանապարհներ, ինչ-որ ձևեր մամուլին հնարավոր մեր լրատվամիջոցների այն մասը, որը որ ինչ-որ չափով կարողանում է արդար ճշմարիտ խոսքը ժողովրդին հասցնել, նրան էլ լրացնելու ինչ-որ ձև պետք է գտնվեր եւ գտնվել է ձևը, եւ բավականին երևի թե արդյունավետ ձև է գտնվել, ապաքրականացում հնչեղ անվան տակ, շատ ավելի նենք բան է մտածված ֆինանսապես ոչնչացնել եւ լրացնել մամուլը, որովհետեւ դե բոլորիս հայտնի է շատ զարմանալի է հենց այսօրվա մեր հաղորդումը, որ ես ներկա եմ որպես
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ եւ իմ խոսքն ասելու հնարավորությունն են, որի համար շնորհակալ եմ ձեզնից շատ, բայց էլեկտրոնային մամուլը ամբողջությամբ այդ խնդիրը լուծված է այդ բնակավարում եւ պրոբլեմ չկա, պրոբլեմը մի քանի շատ սահմանափակ տպականակ ունեցող ընդդիմադիր ասված, ոնց որ դուք ասեցիք, ընդդիմադիր ասված լրատվամիջոցներն են, որ խնդիրն էս նոր օրենքով լուծվեց, այս բնակավարի հարցերն լուծվեց եւ ուղիղ գծով գնում ենք պայծառ եւ ինչպես աշխարհին ուզում են ներկայացնեն աշկերի մեջ թոս փչելով արդար թափանցիկ ընտրությունների, որտեղ ընդդիմադիր մամուլը որևէ լուրջ ընդդիմախոս լինելու հնարավորությունից կզրկվի, որովհետև մի քանի հայցերի միջոցով հնարավոր է սնանկացնել, հնարավոր է ոչնչացնել այդ մամուլը եւ ցանկացած մամուլ լավ թե վատ պետք է մտածի նախ իր գոյության մասին։ Այսինքն այս բոլորը մի խնդիր է հետապնդում զրկել մարդուն ազատ լինելու հնարավորությունից, ազատ լինելու իրավունքից։ Սա մի դրվագն է, մի ասպեկտն է այդ ամբողջ գործընթացի մեջ։ Համեցեք պարոն Թադևոսյան։ Նախ շնորհակալություն ձերված հնարավորության համար, շատ շնորհակալ եմ։ Ուղղակի ես պետք է ասեմ, որ ուզենք չուզենք Հայաստանի Հանրապետությունը մամուլը պետք է բաժանենք երկու մասի՝ ընդդիմադիր եւ բնականաբար իշխանամետ։ Չգիտեմ, դա լավ է թե վատ է, բայց բնականաբար այդպես է եւ մամուլը որոշակի սպասարկման ձև է գտել, մեկը իշխանությանը, մեկը ընդդիմությանը։ Ուզենք չուզենք, դա պետք է մենք փաստենք։ Ուղղակի ես կուզեի ասել, որ ով գոնե Հայ-Եվրոպական դաշնակցությունը իր մաշկի վրա դեռևս 1994 թվականին զգացել է, երբ որ փակվեց դաշնակցություն կուսակցությունը, երբ որ կասեցվեցին նրա բոլոր գրասենյակները, փակվեցին լրատվամիջոցները, դաշնակցությունը իր հաստատ իր մաշկի վրա զգաց 4 տարի մինչև 98 թվականը։ Բայց նաև պետք է ասեմ, որ այսօրվա մեր մամուլը ազատությունը միգուցե չգիտեմ, ճիշտ չի ընկալել, միգուցե իմ կարծիքն եմ ես ասում, եւ բնականաբար շատ լավ է ազատ մամուլ ունենալը, անշուշտ, բայց ասենք մամուլի տպագիր մամուլ է, դրնային մամուլ, ինչպես նշեց պարոն Մանուկյանը, այնպեսի ասենք որակումներ են տրվում անձերին, կուսակցություններին, ես չգիտեմ ինչ որ կազմակերպությունների, որ իրապես վիրավորանք է դա իր մեջ ներառում։ Ես կարծում եմ, որ հարկավոր է գտնել ինչ որ ոսկե միջին, որտեղ ասենք իրավունքների եւ պարտականությունների հավասար վարժվածություն պետք է լինի։ Այսինքն ներողություն եմ խնդրում իհարկե, բայց մեր քաղաքական դաշտում կան, ասենք, մարդիկ, ում ասում ես սրիկա ինքը դա վիրավորանք չի ընդունում, բայց ինչ որ մեկին էլ որ չես ասում դու ամենագեղեցիկն ես, դա վիրավորանք է ընդունում։ Այսինքն խնդիր կա, տարանջատելու խնդիր կա եւ հարկավոր է այդ ոսկե միջինը գտնել ի վերջո։ Բնականաբար մամուլը պետք է լինի ազատ, բայց ոչ գռեհիկ։ Ես այդպիսի կարծիքի եմ ի վերջո ասենք, որովհետև ասենք մենք էլ ենք օգտվում ենք մամուլի բոլոր տեսակներից բնականաբար եւ ասենք Հանիրես նյութերս կարդում կամ տեսնում ես ասենք, որ իրականից մարդու անձին վիրավորում են ասենք, մարդու ընտանիքին, չեմ ինչ-որ քաղաքական ինչ-որ կուսակցության, չգիտեմ ինչի եւ այլն։ Այնպես որ հարկավոր է գտնել այդ ոսկե միջինը, որպեսզի լինի հստակ տարանջատում, ինչ կարելի է եւ ինչը չի կարելի։ Իմ կարծիքն է։ Տարփինյան, խնդրեմ ձեր տեսակետը։ Շնորհակալություն հրավերքի համար, ինձ թվում է շատ արդիական թեմա է, ճիշտ էր այս քննարկումը կազմակերպելը։ Ես հնչեցված կարծիքների մի մասին համաձայն եմ, մի մասին համաձայն չեմ։ Նախ մամուլը պարոն Մանուկյանը ճիշտ նշեց, դուք ճիշտ նշեցիք ձեր ներածական խոսքի մեջ, որ մամուլի իրավունք չունի լինելու դիմադիր կամ ընդդիմադիր։ Մամուլը կոչված է միայն այն ինչ իրականությունում կատարվում է, այն ներկայացնել։ Եվ ձեր նշած 30 գործերից, որ դատավարական գործեր են բացել, դատական գործեր կան, ես կխնդրեի պատասխանել, դուք, ասենք, վերլուծություն արել եք այդ 30 գործերից, որոնք են, որոնք գաղափարական, ասենք, հենքի վրա են,
որոնք են որ անձնական մարդու անձին են կպել, մարդու ընտանիքին են կպել ու դրա համար են դատական գործեր հարուցվել։ Ես այդ հարցի պատասխանը կուզեի լսել։ Նաև ես ուզում եմ իմ կարծիքն ասեմ, իմ սուբյեկտիվ կարծիքն ասեմ, որ օրենքը վատը չէ, այսինքն դուք ոնց եք համարում մարդուն վիրավորում, ես մարդուն եմ ասում, ոչ գաղափարներին, ոչ աշխատանքին իր ճիշտ կլինի դրա համար մարդը գնա դատվի, թե որոշակի օրենքով սահմանված տուգանքներ մուծի։ Վերեք այս ասպեկտում նայենք, որն է ճիշտ։ Եվ ես կոչ եմ անում բոլոր լրագրողներին, հատկապես իմի, բոլորս գիտեն, բոլորի խոսքի մեջ դա նշվեց, մենք մի այնպիսի ժամանակաշրջան ենք մտնում, որ ճիշտ է պետք է լինեն մեծ բախումներ, պետք է լինեն բանավեճեր, պետք է լինեն ավելի շատ նախատեսածի շատ իրար մրոտել, ես չեմ բացառում դա, բայց բոլորս արդեն 20 տարի ընտրությունների մեջ են, բոլորս մեր նոր մեր անկախ հայրենիքում ենք ապրում եւ արդեն անցել ենք այդ ճանապարհները, մի քիչ ավելի քաղաքակերտ, ավելի նորմալ պայմաններով մենք գնանք ընտրության եւ պարոն Մանուկյան, ես հակված չեմ ձեր այն մտքին, որ արդեն ամեն ինչ արվում է, որպեսզի ընտրությունները անարդար ձևով անեն։ Ամեն ինչ անելու, որ ընտրությունները լինեն արդար, թափանցիկ եւ մեր ժողովուրդը պետք է ունենա իր ընտրյալները։ Միշտ էլ հավատն ու հույսը մարդու մեջ պետք է լինի, եթե հավատը կորավ մնացած մեր ամեն ինչ ուրեմն իզոր է։ Շնորհակալություն, կան կարծիքներ, միմյանց կարծիքների նկատմամբ հնչեցրած կարծիքների։ Ես կներեք պարոն Թադևոսյանի խոսքի մեջ թվեր նշեց։ Այն համեմատենք էլ 94 թիվը, ասենք 2011 թվականի։ Համեմատենք։ Ուրեմն համեմատենք 94 թվը 2011 թվի հետ։ 94 թվականին Դաշնակցություն կուսակցության ներսում գաղտնի ձևով կազմակերպված էր տերորիստական կազմակերպություն, որը Հասարակություն պարոն Մանուկյան, չափածուցված բաներ եք ասում։ Չափածուցված չի, դատարանի կողմից չափածուցված ներողություն։ Դատարանի կողմից չափածուցված ավարտեն, հետո դուք կասեք։ Բանեք Խոսքը սավարտեն, չափածուցված բանը թող ժողովուրդը ինքը գնահատի։ Ժողովուրդը գնահատի։ Այդ չափածուցված բան դատավարությամբ երկու հոգի այսօր ցմա դեր կալանք են կրում եւ մյուսները դաշնակցական մյուս լիդերները, որոնք որ ազատվեցին եւ գնացին իշխանություն եւ մի քանի տարի 5 տարուց ավելի իշխանության վրա են, նրանք փորձ չարեցին անգամ այդ իրենց ընկերներին արդարացնելու գործընթացը սկսեն, որովհետև այդ դրանք արդեն իսկ ապացուցված են եւ այդ մարդիկ տերորի սպանությունների համար մինչեւ այսօր իրենց պատիժը կրում են։ Կարող եմ ավելին ասել, բայց բերեք թեմայից չշեղվենք։ Խնդրեմ պարոն Հարությունյան։ Շնորհակալություն, ինձ համար շատ հետաքրքիր էր իբրև մեդիա ոլորտի փորձագետ, շատ հետաքրքիր էր լսել կուսակցությունների տեսակետները խնդրի վերաբերյալ, ասեմ միանգամից, որ դեռևս այդ գործերի վերլուծություն կատարված չի, ես ձեզ չեմ կարող ասել կոնկրետ քանի տոկոս, ինչ տոկոս եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ process-ի մեջ են, մանավանդ հիմա մի պահ կասեցված են դատավարությունների ընթացքը կասեցված է, որովհետեւ դու գիտեք, որ սկսվել է մի process քաղաքացիական օրենսգրքի 19 եւ ուրեմն 1087.1 հոդվածների սահմանադրականությունը վիճարկվում է սահմանադրական դատարանում մարդու իրավունքների պաշտպանի հայցով եւ դրա համար դատարանները հիմա մի պահ կասեցրել են գործերի քննությունը մինչեւ նոյեմբերի կարծեմ 15-ին է սահմանադրական դատարանի նիստը, եթե չեմ սխալվում, որոշում կայացնելը, բայց խնդիրը դա չէ։ Իրականում դուք ճիշտ եք ասում, որ ապակրեականացումը դրական էր այն իմաստով, որ լրատվամիջոցների դեմ քրեական գործեր չէին հարուցվում։
Այդ բոլոր արգումենտները կողմ եւ դեմ արգումենտները բերվել են երբ նախագիծներ քննարկվում ազգային ժողովի ուրեմն լսումների ժամանակ, որին մասնակցում էինք նաեւ մեդիափորձագետներս եւ արտահայտել ենք մեր տեսակետները։ Դա ուներ եւ իր դրական եւ բացասական կողմերը։ Այն ժամանակ արդեն նկատվում էին միտումներ, որ ապաքրեականացումից հետո, որը իրականում դրական երևույթ է, կայացած դատական համակարգերի պայմաններում մեր դատական համակարգը ցավոք չեմ կարող որևէ մեկը չի կարող խոստովանել, որ կայացած է, ազատ է, անկախ է եւ այլն, կայացած դատական համակարգերի պայմաններում իրականում դա դրական է, որովհետեւ միշտ չէ, որ նման դատական համակարգերում, որտեղ դատավորը հիմնվում է հենց օրենքի պահանջների վրա, նաեւ նախադեպերի վրա եւ այլն, որ միշտ դատապարտվում են լրատվամիջոցները։ Այդ դուք ասում եք, որ դա դրական երևույթ է, համաձայն եմ, դրական երևույթ է, բայց նայենք պրակտիկային։ Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է փոխհատուցում մինչև վիրավորանքի դեպքում, մինչև հազարապատիկ նվազագույն աշխատավարձի եւ մինչև 2000 պատիկ զրպարտության դեպքում, վիրավորանքի դեպքում 1000, զրպարտության դեպքում 2000 պատիկ։ Մինչև հազարապատիկը դա նշանակում է 0 լումայից մինչև 1 միլիոն դրամ։ Առ այսօր չի եղել որևէ կամ 0 լումայից մինչև 2 միլիոն դրամ։ Առ այս ընդ որում քաղաքացիական օրենսգիրքը ասում է, որ փոխհատուցում նշանակելիս դատարանը պետք է հաշվի առնի գործի հանգամանքները 1, տարածվածության աստիճանը 2 եւ պատասխանողի, այսինքն վիրավորանքը կամ զրպարտությունը հասցրած լրատվության միջոցի ֆինանսական նյութական վիճակը 3։ Առ այսօր չի եղել որևէ դատական process, ավարտված դատական process, որտեղ դատավորները դատարանը հաշվի առնի այդ հանգամանքները։ Միշտ նշանակվել է առավելագույն փոխհատուցում։ Այսինքն իր դրական աների հետ միասին, իր դրական էության հետ միասին, այս օրենքը դատական անկատար դատական համակարգի պայմաններում կրկնում եմ սա մեծագույն ոչ միայն այստեղ, այլև այլ process-ում, այդ թվում նաև ընտրականում եւ այլն ընթացքում բերում է հակառակ երևույթին, դառնում է մահակ, որովհետեւ փոխհատուցումը դառնում է ոչ թե փոխհատուցում, այլ պատիժ զանգվածային լրատվության միջոցներին։ Պատիժ նրանց գուցե մի քիչ չափազանցված տեսակետների, գուցե նաև հնչեցված այնպիսի կարծիքների, որոնք կարող են ընկալվել իբրև վիրավորանք, որովհետև վիրավորանքը սովորաբար սուբյեկտիվ ընկալում ունի, շատ սուբյեկտիվ ընկալում ունի։ Ամեն բան չէ, որ ամեն մարդ կարող է վիրավորանք համարել։ Եվ այլ, եւ գումարած դատարանը հաշվի մեր դատարանները ցավոք ես այսօր քննարկման ժամանակ էլ ասացի, հաշվի չեն առնում մի քանի հանգամանքներ, որոնք բերված են եվրոպական դատարանի պրակտիկայում եւ քանի որ դրանք համարվում են եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածների պաշտոնական մեկնաբանություններ, դատարանները կարող են նաև եւ պարտավոր են այդ նախադեպերը հաշվի առնել։ Առաջին, որ քաղաքական հասարակական դեմքերը պետք է ավելի հանդուրժող լինեն քննադատության նկատմամբ, որովհետեւ իրենց կամավոր դրել են հասարակության ուշադրության կենտրոնում եւ բնականաբար հնարավոր է նրանց նկատմամբ որոշակի արտահայտություններ, նույնիսկ չափազանցություններ։ Եվ երկրորդ, որ չի կարելի մարդկանց կամ լրատվամիջոցներին դատապարտել կարծիքների համար, այսինքն պահանջել, որպեսզի նրանք ապացուցեն իրենց կարծիքների ճշմարտացիությունը։ Ցավոք, երբ որ այս համակարգը չի գործում, եւ ավելացնեմ եւս շատ կարճ է, որպեսզի մյուսները նույնպես խոսելու հնարավորություն ունենան, գոյություն ունեն մինչեւ դատարանը այլ ձևեր պատասխան պահանջել, հերկում պահանջել, դիմել ինքնակարգավորման մարմիններին, իսկ Հայաստանում արդեն կան ինքնակարգավորման մարմիններ, եւ լրատվամիջոցներ, ովքեր ստորագրել են էթիկական կանոնագիր եւ ընտրել են էթիկական։ Այս բոլոր ճանապարհները թողած ցավոք այս փոփոխությունները ընդունվելուց հետո մեզանում միայն գնում է դատական process։ Սա բացասական միտում է։ Մանավանդ նախընտրական շրջանում ընտրությունների ժամանակաշրջանում սա իսկապես կարող է մահակ դառնալ։ Ներողություն։ Շատ լավ։ Շատ ես օրոնի խոսքը մի փոքր շարունակեմ։ Մեզ համար շատ ուսանելի օրինակ եղավ Ուկրաինայի նախկին էքս-նախագահ Յուշչենկոն վիրավորված լինելով իր պատիվը պաշտպանելու համար դատական process սկսեց եւ պահանջեց ընդամենը 1 գրիվնա։ Այսինքն ստեղ ակնհայտ էր, որ մարդը ոչ թե ուզում է սնանկացնել, պատժել, ոչնչացնել այդ լրատվամիջոցին, այլ ուզում է իր պատիվը վերականգնել եւ ապացուցել իր մաքրությունը, իր անմեղությունը։ Իսկ մեր փառապանց էքս նախագահ պարոն Քոչարյանը կարծես թե
սովամահ է լինում եւ նրան միակ իր ընտանիքի պահպանման միջոց մնացել է լրատվամիջոցներից փողեր կորզելը համեմատության եզր անգամ չկա այստեղ պետք է մենք բավականին մտածելու բաներ ունենք եւ բարոյապես եւ օրինական առումով օրինական դաշտում ինչ վերաբերում է ես ներողություն եմ խնդրում մի քիչ ներկան պարոն չէ խնդիրը որն է պարոն Դարփինյանը շատ հմուտ ձևով փորձեց այո ներքաշեց փորձեց ինքը մի կողմ կանգնել մի կողմ խնդիրը այսօր 2011-ին է վերաբերվում 94 թվականին նույնիսկ եթե ինչ որ բաներ այնպես չեն արվել կամ այնպես են արվել դա խնդրի մի այլ բան է եւ անցած էջ է փակված էջ 2011-ին կանադան 2030-ին ուրեմն չեն կանդրադառնա որովհետեւ եթե 2011-ին 2039-ին էլ անդրադառնանք 2011-ին երևի մենք առաջ գնալու հնարավորությունից կզրկվենք քարանձավում էլ մարդ են կերել բայց դա իրավունք չի տալիս որ 2011-ին էլ դնենք մարդ ուտենք այսինքն խնդիրը սա է մենք նախկին կատարված թերություններով այսօրվա մեր սխալները կամ մեր հանցանքները արդարացնելու իրավունք չունենք։ Այսպեսի մի հարց, ես կցանկանա, ուրեմն օրենքի մասին խոսեցինք, հետո չգիտեմ ինչի շեղում ենք թեմայից։ Բոլոր օրենքներն էլ, մայր օրենքները տարիների ընթացքում, ամիսների ընթացքում, կիրարկման ընթացքում փոփոխությունների ենթարկվում։ Հիմա դուք այս կլոր սեղանները, այս հաղորդումները կազմակերպելով, բանավեճեր կազմակերպելով, ասենք ես կխնդրեի, որ ասենք դուք իմ եկաք եւ օրենքի փոփոխության նախագիծ ներկայացնեք, նախ այդ գումարների վերաբերյալ, երկրորդն էլ ասենք չի նշանակում խոսքի կամ մամուլի ազատությունը, խոսքի ու մամուլի անարխիա։ Նաև հենց այդ ձեր ասած այդ ցենզերը թող լինի անպայման որ ու մեկ էլ ասենք ես նոր այդ մտահղացումի մեջ առաջացավ ես կողմ կլնեմ ել իմ կարծիքն եմ ասում չգիտեմ ոնց կընդունվի ոչ թե լրատվամիջոցին դատի տրվի այլ կոնկրետ լրագրողին որպեսզի նրանք զգաստ լինեն որպեսզի նրանք չհիմնավորված, չստուգված, անհավաստի փաստեր չգրեն։ Հենց լրագրող ես ձեզ մի փոքր ընդհատեմ։ Գիտեք, պարոն Դարփինյան, ես հասկանում եմ, դուք այսօր ձեր զբաղեցրած պաշտոնի դիրքերից ինչ որ օրենքը փորձում եք պաշտպանել, բայց ես կարծում եմ, որ ընդհանրապես լրագրողի գրելաձևը եւ նյութը պետք է դիտարկել լրագրողի կեցվածքը, պետք է դիտարկել հանրային շահերը պաշտպանելու ժամանակ, պետք է դիտարկել նաեւ այն տնտեսական ու քաղաքական մթնոլորտում, այն միջավայրում, որտեղ աշխատում է լրագրողը։ Մենք այսօր դժբախտաբար շատ բարոյական իշխանության հետ գործ չունենք։ Մենք այսօր ներեցեք մի րոպե, ինչու չեմ կա, հիմա ես ձեզ բազմաթիվ փաստեր կարող եմ ասել, որ դուք կարող եք անհատները դա չի նշանակում։ Մի րոպե, մենք անհատներին էլ քննադատում ենք։ Ինչպես կարող ենք, կներեք, դուք երբ խոսում եք, ես շատ համբերությամբ եւ ուշադրությամբ լսում եմ ձեզ։ Կներեք, ինչ է նշանակում դաշնակցական մեր ընկերոջ մոտեցումը, թե պետք է այսպես մի կարգ սահմանել, միջափ սահմանել։ Եվրոպական կոնվենցիան թույլատրում է լրագրողին իր լրագրողական աշխատանքի ընթացքում երբ հանդիպել է հանրության շահերին վնասող ինչ-որ արտարոց երևույթի, նույնիսկ օգտագործել ծաղրանկարը, երգիծանքը, սատիրան, այսպես ասած, սպանիչ միջոցները, որպեսզի հասարակության շահերին ուրեմն հարվածող այդ մարդը, պատնեշող հասարակության զարգացումը պատնեշող այդ մարդը, վերջին հաշվով զգաստանա։ Հիմա կոնկրետ մենք աշխատում ենք մի իրականության մեջ, որտեղ դատարանները անկախ չեն, որտեղ շատ պետական չինովնիկներ, շատ համայնքապետեր, կներեք շատ իրավական համակարգի պատասխանատուներ, ինչպես ասում ենք, չափի զգացողությունը կորցրած շահարկում են հանրային շահերը։ Եվ մենք պարտավոր ենք համարժեք գնահատական տալ այդ մարդկանց աշխատանքին։ Եթե մենք նրան ասում ենք շնորհի գյուղապետ Հայկազ Քոչինյանին, եթե ասում ենք պարոն Քոչինյան, ինչ եք արել դուք Թեղուտ Հակ Բաժնետիրական ընկերությունից ձեր գյուղի հողային տեսքի փոփոխության հետ կապված 250 միլիոն դրամը, Հայկազ Քոչինյանը մեզ համարում է իրեն թշնամին։ Մենք նրա անձը վիրավորելու իրավունք չունենք։ Եթե մենք դարպաս
գյուղի խնդիրները վերլուծելու ժամանակ հարցնում ենք, ուր է այս գյուղի ռոռոկման ցանցը, երբ հսկայական միջոցներ են ներդրվել եւ դերություն արչուտ, լեռնապատ եւ դարպաս ջրագիծ է կառուցվել, ուր է դսեղի ռոռոկման համակարգը, երբ այնտեղ 141 միլիոն դրամի ներդրում է կատարվել եւ ջրագիծ է կառուցել։ Մենք բացի այս ասելուց որևէ պաշտոնյայի չենք վիրավորում, սա նրանց վիրավորում է, որովհետեւ ներողություն դուք ձեր անձի մասին եք խոսում, ես լրագրողների մասին եմ խոսում։ Իսկ դերեցեք մի րոպե ասեմ։ Նույն եվրոպական դատարանը շատ իրավունք է վերապահում, եթե քաղաքական գործիչը, եթե պետական չինովնիկը հանրության հետ աշխատելու ժամանակ եւ կներեք քաղաքական գործընթացների ժամանակ նախընտրական շրջանում կարող է անել սադրիչ հայտարարություն եւ նա իր խոսքի մշակույթը, իր կեցվածքը հաշվի չի անում, չափի զգացողությունը։ Բնական չէ, որ լրատվամիջոցները համարժեք ձևով պետք է մամուլում նրան գնահատական տան։ Ուրեմն ես խնդրում եմ, դուք այդ գնահատական ձեր պահանջները դնելիս հաշվի առեք այն հանգամանքը, այն դաշտը, որտեղ աշխատում են լրագրողները։ Մեր երկրում տիրող իրավիճակը։ Ես կարելի չէ։ Ես իմ խոսքում հենց սկզբից դա ասեցի։ Այն ինչ դուք տեսնում եք, այն ինչը օբյեկտիվ է, դրա մասին ոչ մի խոսք չկա, շատ շնորհակալություն ձեր խոսքի համար, ձեր ինֆորմացիայի համար, չնայած ես ծանոթ էի դրան, ես էլ հենց դա եմ ասում, այն ինչը կա, այսինքն անաչառ լինի լրատվությունը բոլոր առումներով, ճիշտ քննադատությունը լի, ոչ մի մարդ, ոչ մի ղեկավար, ոչ մի իշխանություն ու կուսակցություն ճիշտ քննադատությունը երբեք չի խուսափում եւ դա միշտ էլ զգաստ է պահում եւ ավելի ճիշտ գործողությունների մղում իշխանություններին մարդկանց։ Մի հարցին եմ, ներեցեք, ես կարճ պատասխանեմ։ Գիտեք ինչու չի, ինչու է հանգիստ ընդունում։ Որովհետև հրապարակումից հետո, երբ մարդուն ասում ես, դու 250 միլիոն դրամը որտեղ ես ծախսել, այդ նույն դատախազությունը, որը պարտավոր է արձագանքել, ներեցեք, մամուլի հրապարակմանը, մի քանի տարով այդպես փորձաքննությունների, ես խոսքս օգտվելով առիթից ուղղում եմ մարզի դատախազ պարոն Շահբազյանին։ Բազմաթիվ հրապարակումներ ունենք Աքորի համայնքի մասին, ունենք ներեք շնորհի համայնքի, ինչու եք շեղում, ներեցեք, մի խանգարեք ինձ, իրավական գնահատական պետք է, եւ գիտեք լրագրողի հոգեբանությունը, ինչ տխուր վիճակում է հայտնվում, հասարակությունը նրան ասում է, ինչ է փոխվում ձեր հրապարակումից հետո, ով պետք է փոխի, եւ դա լրագրողը հայտնվում է գրեիք ասած, մի քիչ կոպիտ ասած, մեզ էլ գործտվողի կարգավիճակում իրավապահ մարմիններին փող աշխատելու համար։ Այսպեսի հոգեվիճակ կա լրագրողի։ Կան դες լրագրողներ Տիկին Փայլուզյան։ Ինչպես։ Այդպես լրագրողներ կան։ Իրականում չեն ստենց։ Ոչ ոք չի բացառում, որ կարող է տենց լրագրողել լինել։ Տենց լրագրողներ կարող է իշխանամետ մամուլում ավելի շատ լինեն եւ բնականon։ Այո, քան դեմոկրատիան քիչ հավանական է, որ նման մարդիկ լինեն։ Արդյոք է եղել, ընդ որում երկրորդ առիթը մի քանի օր առաջ տեղից եղավ, երբ ես առողջապահության ոլորտի հետ կապված գնումները, պետգնումները, այս տեղատոմսերի թափանցիկ չի իրականացում, այդ մասին հարգարժան վարչության բաժնի պետը շատ ցավոտ տարավ դա եւ նույնիսկ այս ձևի հայտարարություն արեց պարոն Տարփինյան, որ պոլիկլինիկան, բովանդակային եմ ասում, դա փակ բաժնետիրական ընկերություն է, ումից կոզել նայեցել կառնի։ Ոստ է։ Այդ գլխավոր բժշկի խոր փողերը չի։ Դա պետության փողերն է։ Այսրան պետք է գնահատական տրվի։ Կամ յուրի շարիթով թեմայի հետ կարծիքը հնչեցվել է զանգվածային լրատվամիջոցի դերի նշանակության մասին եմ ասում, որը անարձագանք է գտնում նաև նույն դատախազի կողմից։ Չեմ հասկանում, այդ եկակառույցը ինչի են պահում բյուջեի հաշվին։ Իմ մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ եթե այդ մարդկանց աշխատավարձել չտան, դրանք տարիներով կաշխատեն։ Պարադոքսալ բան է։ Շատ կներեք, ուրեմն թեմայից անկեղծորեն ես սկզբից իմ խոսքի մեջ ասեցի, խոսքը վերաբերվում է մարդու ազատությանը ընդհանուր։ Հիմա մենք մարդու ազատության բռնաբարման, մարդու ազատությունների կաշկանդման որ ձևի մասին էլ որ խոսենք, դա շատ հեշտ կարելի է կապել մամուլի ազատության հետ, որովհետև ցանկացած բնակավարում մեր ազատությունը երբ որ կաշկանդվում է, մենք այլ ճանապարհ չգտնելով, մանավանդ դատարաններն էլ այսօր մեր ազատ դատարանները գիտենք ինչ մակարդակի են, ինչ բնույթի
են, մենք ստիպված ենք եղել գոնե ընդդիմադիր մամուլի միջոցով մեր ազատության իրավունքը հնչեցնել։ Այսօր մեզ զրկում են նաև այդ հնարավորությունից։ Թեկուզ ընդդիմադիր մամուլում մեր բռնաբարված, մեր ոտնահարված ազատության իրավունքը պաշտպանելու կամ հնչեցնելու իլուր հասարակության։ Դրանից էլ են փորձում զրկել։ Ամբողջ խնդիրը դա է։ Դե չէ, ինքնանպատակ, եթե ընդդիմադիր մամուլը վաղվանից սկսի իշխանությանը մեծարել եւ իշխանությանը գովերքել, ոչ ոք նրա կողքով չի անցնի։ Մեր առաքելությունը գովերել չի։ Շատ առաջարկում եմ դիտենք տեսանյութ, այսօր մեր հեռուստաընկերությունը հարցախույզ է կատարել Վանաձոր քաղաքում, հետաքրքիր է լսել նաև մեր քաղաքացիների տեսակետը, ինչպես են նրանք վերաբերում այս թեմային։ Համեցեք։ Եթե պետք է պատժել, պետք է պատժվի, եթե լրագրողը իրան թույլ է տվել ավելորդություններ, ինչ որ մեկի հասցեին, իր աշխատանքը չի կատարել, այնպես ոնց որ պետք է, կարելի է պատժել, եթե ոչ, եթե հիմա կարիք չկա լրագրողներին, այսպես ասած, թուքումուր շպրտել լրագրողներին։ Եթե ճշտի համար է ինչ որ սխալ բան է արել, ոնց էլ ուզում է լինի, իր պատիժը պետք է, ով ուզում է լինի, ուզում է լրագրող, ուզում է ես, ով ուզում է լինի, պետք է իր պատիժը ստանա, բայց գուցե եւ սխալ դեպքում են դատի տալիս, սխալ դեպքում են մեղադրում, մեղավոր, դա արդեն չգիտեմ։ Դատավարությունները չեմ կարող ասել, բայց գտնում եմ, որ եթե մարդիկ ինչ-որ մեկի մասին ասեն, կարծիք են տպում կամ նյութ են տպում, ցանկալի կլիներ, որ ստուգեին նոր հրապարակեին։ Ես չեմ ասում ժուրնալիստները ասենք զրպարտություն են անում կամ ինչ-որ վատ բաներ, ուղղակի կարելի է ստուգել, որ վաղը մյուս օրը ասենք խնդրի առաջ չկանգնեն։ Թե չէ, եթե մարդը լրագրող է, պետք է իր աշխատանքը կատարի, ոնց կարա նյութ չտպի։ Բամբասանքների կարգավիճակով չլինի։ Գոնե ինչ-որ տոկոս լինի ստուգված, որ մարդիկ էլ իմանան, որ եթե ասենք տվյալ ժուրնալիստը, լրագրողը կամ ասենք հեռուստաընկերությունը մի հատ նյութ է տպում, արդեն կասկածելու տեղիք չտա, մարդիկ իմանան, որ դա արդեն հստակ ճիշտ է։ Չեմ հետևում, բայց լսել եմ, ուղղակի լսել եմ, որ նման բաներ անում են, իհարկե բավականին սխալ է մոտենում, այդ նման հարցերի մոտ կարելի է նորմալ մարդը մոտենա։ Ազատ խոսքի իրավունք պետք է ունենա եւ քաղաքացին եւ առավել եւս լրագրողը, որ վերհանի մեր կյանքի ու իշխանության թերությունները, ոչ թե այդ իշխանությունը դատի տա ու պատվիրված ձևով այդ թերթերին ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնելով փակման առաջ կանգնացնել։ Ես դեմ եմ, լրագրողին իրավունք չկա դատի տալ, նրանք միշտ էլ արդար աշխատում են։ Ժողովուրդը ինչ ասում են, նրանք էդ էլ բոլորին տեղեկացնում են։ Շատ լավ, այսպիսի հարցը հիմնականում պարոն Հարությունյանն եմ ուղղում, սակայն առաջարկում եմ նաև քննարկենք։ Նախկինում մինչ ապակցիականացումը ես իմ փորձից ելնելով նաև դիտելով մեր ոլորտում տեղի ունեցող զարգացումները, գործընթացները, առաջ ավելի շատ էին բռնություններ կատարվում լրագրողների նկատմամբ, մեքենաներ հրկիզվում, ծեծ եւ այլն, սակայն այս հոդվածի արկայության ժամանակային առումով ինչքան առաջ։ Այսինքն մինչ 2010 թվականի մայիսը, այս պարագայում իհարկե լավ է, նվազել են բռնությունները, ծեծը, մեքենա այրելը եւ այլն այս ոտնձգությունները լրագրողների նկատմամբ, սակայն տուժում են էապես լրատվամիջոցները։ Հիմա եթե վերադառնանք նախկին կարգավիճակին, ուրեմն պետք է ծեծուտենք, պետք է բռնությունների ենթարկվենք եւ այլն, այսինքն մինչ 2010 թվականն էլ մի բան չի եղել, չէ՞ պարոն Հարությունյան։ Ոչ մեկը չի ասում վերադառնալ նրան կամ վերադառնալ մյուսին։ Իրականում ասացի, ապաքրեականացումը ինքը իր մեջ դրական բան է պարունակում, բայց դա նորմալ իրավիճակներում։ Այո, մինչև այն, որովհետև քրեական գործառույցը երկար պատմություն է, պիտի գնաս հաղորդում ներկայացնես ոստիկանություն, ոստիկանությունը պիտի քննություն իրականացնի, քննության փուլում պիտի հարցաքննի եւ այլն, հայտնի չէր, գործը կհասներ դատարան, չէր հասնի քրեական գործ կհարուցվեր, չէր հարուցվի եւ դրա համար ընտրում էին հեշտ ճանապարհը, գնում էին լրագրողի հետ, սկսում էին այսպես ասած կամ լրատվամիջոցի հետ հարցեր լուծել գեղական կարգով։ Ապաքրեականացումից հետո հիմա ընտրվել է կարծես թե հեշտ ճանապարհը, մի անգամից հայցը ներկա
ներկայացնում ես դատարանը ընդունում է այցը, սկսում է քննությունը, նախնական քննություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց նորից եմ ասում, խնդիրը հետեւյալն է, որ այդ հայցերը բոլորը ունիվերսալ մեկ ձևով կարծես նույն դատավորը քննած լինի, ոչ մի բան հաշվի չի առնվում եւ բոլորը ըստ էության մինչեւ մակայացված վճիռները բոլորը միատեսակ են եղել։ Ես ուզում եմ բայց անդրադառնալ մի խնդրի, որը շատ հաճախ է շոշափում եւ այսօր պարոն Դարփինյանի խոսքում էլ հնչեց, ասում է մի հրապարակեք չստուգված տեղեկատվություն։ Պարոն Դարփինյան, խնդրում եմ այսօրտեղ տարբերել կեղծ ակնհայտ զրպարտիչ եւ չստուգված տեղեկատվությունը։ Չստուգված դեռևս չի նշանակում կեղծ։ Չստուգված դեռևս չի նշանակում զրպարտիչ։ Ես այսօր քննարկման ժամանակ օրինակ բերեցի 2009 թվականի արարատյան դեպքերը, երբ երկու իրար կրակել էին, ինչ էին այլ։ Ոչ ոստիկանությունը, ոչ որևէ մեկը պետությունը, այսինքն այն մարմինները, որոնք պարտավոր են հանրությանը տեղեկացնել նման իրավիճակների մասին, չեն տեղեկացրել։ Լրատվամիջոցներին հայտնի դարձավ, լրատվամիջոցները ստուգելու հնարավորություն չունեին։ Հրապարակեցին այն, ինչ հայտնի է դարձել իրենց։ Եվ հետո դրանից հետո միայն, այսինքն չստուգված տեղեկատվությունը ստիպեց, որպեսզի իշխանությունը ինքը տա իր վարկածը տեղեկության, այսինքն փաստի եւ նման դեպքեր շատ են եղել։ Շատ, երբ որ մամուլը այո հրապարակում է չստուգված։ Ես ասեմ ավելին, զարգացած երկրներում տարբերակվում է դա եւ չստուգված տեղեկատվության համար, եթե լրատվամիջոցը ապացուցում է նաեւ որ փորձել է ճշտել, բայց չի կարողացել ճշտել, այսինքն չճշտված տեղեկատվության համար, լրատվամիջոցը պատասխանատվության չի ենթարկվում։ Այլ բան է, երբ դու ստուգել ես, գիտես որ կեղծ է, ակնհայտ կեղծ է կամ ակնհայտ զրպարտիչ է եւ հրապարակում ես։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Չստուգվածը, ակնհայտ կեղծը, ակնհայտ զրպարտիչը բոլորովին տարբեր բաներ են։ Շնորհակալություն կներեք ընդհատում եմ, պարոն Հարությունյան։ Ես իրավաբան չեմ, տերմինները չեմ կարողացել, ասենք ես էլ իրավաբան չեմ։ Ոչ թե չստուգված կեղծ, այո։ Դրա մաս ես դա եմ ուզում ասեմ։ Եթե տերմինների հետևից են կանգնում։ Ներեցեք, նաև ես պիտի ասեմ, լրագրողը երբ հրապարակումը կատարում է, պետք է շատ ուշադիր կարդալ նրա հոդվածը, որովհետև նա կարող է արդեն ստուգված եւ իր հետաքննության արդյունք փաստեր ներկայացնել։ Այսինքն նա մեղադրում է մարդուն կոռուպցիայի դրսևորի մեջ կամ ինչ որ մի սխալի մեջ եւ կարող է նա պետք է ուշად նա ընդամենը կասկածում է որ այսպիսի փաստ կա եւ գոյություն ունի եւ կարդալու ժամանակ մարդիկ գնահատողները պետք է երկու տարբերակումը մտցնեն անպայմանորեն Ինչ է ասում լրագրողը, սա շատ կարևոր բան է։ Այդ հետո ներեցեք, ես ասեմ ձեզ, լրագրողը պետք է, այո, ձեզ հետ համաձայն եմ, որ լրագրողը պետք է իր նյութի վրա շատ բարեխղճորեն աշխատի, պատասխանատվության զգացումով աշխատի։ Դա ֆիքսում է նաև Եվրոդատարանը եւ Եվրոպական կոնվենցիան, դա պետք է ֆիքսեն նաև մեր օրենքները։ Պատասխանատու աշխատանք է լրագրողի աշխատանքը։ Նա պետք է փաստերը շատ լավ համադրի եւ հանրությանը ճիշտ տեղեկացվի։ Սա շատ կարևոր խնդիր է։ Լրագրողը նաև պետք է պահի լրագրողական էթիկան։ Թերթը, որը ես աշխատում եմ, հետք թերթը, այդ ունի իր սկզբունքները։ Չերից մեկն է, որ էթիկական սկզբունքներ ունի։ Էդիկ Բաղդասարյանի խմբագրությամբ այդ թերթը ունի իր սկզբունքները։ Մենք երբեք մարդու անձին վիրավորանք չենք հասցնում։ Մենք նյութն ենք խոսում, փաստն ենք ներկայացնում հանրությանը մեր դիտարկումների, մեր հետաքննությունների արդյունքներով։ Եվ մենք մեր սկզբունքի մեջ մտնում է նաև երկկողմանի տեղեկատվությունը։ Եթե մենք, պարոն Դարփինյան, ես վաղը ձեզ քննադատեմ, անպայման հարցի շուրջը, որը ձեզ քննադատում եմ, պարտավոր եմ ձեր կարծիքը իմ հրապարակման մեջ այդ քննադատության շուրջը հրապարակել։ Շնորհակալություն ելույթի համար, այս շատ գեղեցիկ։ Դրա համար ձեզ դատի չեմ տալիս։ Եղել հետքիներ են դատի տվել, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրասյանը դիմել էր սահմանադրական դատարան, դիմել է Զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ ես ամբողջությամբ չեմ ընթերցում, բոլորիս հայտնի է ինչի համար է դիմել եւ ինչպիսի արձագանք եղավ թերթերի խմբագիրների կողմից։ Շեշտում եմ թերթերի, չեմ ասում զանգվածային լրատվամիջոցների, որովհետեւ առ այսօր որևէ հեռուստատեսության լրագրողի հետ կամ հեռուստաընկերության հետ նմանատիպ խնդիր չի եղել։ Երևի մեր փորձագետը կասի այս մասին եւ ուզում եմ մի փոքրիկ մեջ բերում մեր խմբագիրներից մեկի Արման Բաբաջանյանը այս կապակցությամբ ասաց հիմա ունենք
ավելի ծայրահեղ վիճակ, որի հեղինակը Կարեն Անդրեասյանն է։ Նա փաստորեն ընդունելով, որ Հայաստանում այս դատական պրակտիկայի պայմաններում հնարավոր չէ դատարանում վիճարկել, թե որն է զրպարտությունը եւ որը վիրավորանքը, դիմում է դատարան։ Փաստորեն ի սկզբանե մեզ բոլորիս թվաց, որ Կարեն Անդրեասյանը դրական ինչ-որ քայլ է փորձում կատարել ի օգուտ մամուլի թերթերի, սակայն այլ բան ստացվեց։ Այս մասին խնդրեմ, պարոն Հարությունյան։ Նախ ես չէի ցանկանա գնահատական տալ այն ամենասկզբի նախագծին, որը ներկայացրել էր ձեր նշած անձնավորությունը, երբ դեռևս մարդու իրավունքների պաշտպան չէր, որովհետև նախագիծը օրենք դառնալու վերջին փուլում ես իբրև փորձագետ ներգրավվել եմ ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում եւ աշխատել եմ նախագծի վրա ահագին բան ու ինչքան կարեցածից չափով մեղմելով դրա հնարավոր վտանգները։ Հիմա ինչքան որ կարողացել եմ ես եւ մյուս փորձագետները, ես մենակ չեմ եղել, ելի փորձագետներ, որոնք աշխատել են պարոն Դավիթ Հարությունյանի հետ, որը հանձնաժողովի նախագահն է, այս տեսքի բերելով օրենքը։ Ասեմ, որ նախնական տարբերակով այն շատ ավելի վտանգավոր էր, ես իմ խորհրդանում ունեցած լսումների ժամանակ ունեցած ելույթում այդ բոլոր վտանգները նշել եմ, դա հիմա այդքան ժամանակ չկա, որ ես այդ ամեն ինչը թվարկեմ։ Երկրորդ, ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելուն, պիտի ասեմ, որ գուցե թե դա քայլ է, այնպիսի քայլ է, որ հասարակության ուշադրությունը հրավիրվի այս օրենքի վրա, բայց իմ զուտ օբյեկտիվ կարծիքով, փորձագետիս կարծիքով, որը մի քիչ ծանոթ է իրավական պրակտիկայի, այս օրենքը հակասահմանադրական չի։ Ինքը իրականում հակասահմանադրական չի, իր դրույթները հակասահմանադրական չեն, որովհետև սահմանադրությունը, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիան ասում են, որ խոսքի ազատության իրավունքը 10-րդ հոդված Եվրոպական կոնվենցիա, 27-րդ հոդված Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, բացարձակ իրավունք չի, այն կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում այլոց իրավունքները պաշտպանելու, պետական անվտանգությունը, հասարակական կարգը, առողջությունը, բարոյականությունը եւ այլն ամրապնդելու համար։ Հիմա օրենքով այդ նպատակներին ծառայելու համար որոշակի սահմանափակումներ են մտցվել։ Եվ ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական սա չի ծառայելու։ Այլ բան է ճանաչելու, այլ բան է, որ ասացի, որ իրավական պրակտիկան ապացուցում է հակառակը, որ սա դարձել է, իրականում դարձել է մահակ, տպագիր, ընդ որում տպագիր լրատվամիջոցների դեմ, որովհետև մենք բոլորս գիտենք, որ էլեկտրոնային հեռարձակվող զանգվածային լրատվության միջոցները ըստ էության գտնվում են տոտալ վերահսկողության տակ եւ մնացել է տպագիր լրատվամիջոցները եւ զարգացող էլեկտրոնային լրատվության միջոցները, ցանցային լրատվության միջոցները, որոնք տոտալ վերահսկողության չեն ենթարկվում իշխանությունների կողմից։ Եվ սրանց դեմ ճնշելու համար օգտագործվում է այս զենքը։ Սա իրականում դարձել է զենք։ Ես չեմ վախենում դա ասելուց զենք, որովհետեւ փոխհատուցումը վերածելով պատժի, իրականում վերածելով պատժի, իրականում այս հոդվածը դարձրել են փաստացիորեն դարձրել են զենք լրատվամիջոցների դեմ։ Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը, ես շատ կուզենայի, որ Սահմանադրական դատարանը գոնե առաջարկեր, չգիտեմ կանի թե չէ, գոնե առաջարկի ուրեմն ազգային ժողովին, որպեսզի փոխհատուցումների չափերի մեջ եւ որոշ այլ ձևակերպումներում, որոնց մեջ մեկ փորձագետներից վտանգ եք տեսնում, փոփոխություններ կատարվեն։ Ոչ թե ամբողջ օրենք հակասահմանադրական, համոզված եմ, որ չի ճանաչելու հակասահմանադրական։ Եվ երկրորդ, շատ կցանկանայի, որ սրա գործողությունը նախընտրական շրջանում կասեցվեր։ Գոնե ժամանակավորապես կասեցվեր, որովհետև ես պատկերացնում եմ, թե ինչ կլինի նախընտրական շրջանում, սարսափելի, որովհետև ընտրությունների ժամանակ քաղաքական պայքարի մեջ շատ ժամանակ նաև լրատվամիջոցները շատ բարերի ընտրության մեջ խտրականություն չեն դրում, այդպես է ամբողջ աշխարհում։ Հայաստանում չի նախընտրական շրջանի համար ստեղծված ո՞նց կասես։ Ну, չգիտեմ։ Կարող է թե դա իմ ցանկությունն է, ես չեմ ասում թե իրենք կասեցնեն դրա գործունեությունը, որպեսզի մանավանդ որ նախընտրական շրջանում, ընտրությունների քարոզչության շրջանում, զանգվածային լրատվության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պատասխանի եւ հերկման իրավունքը գործում է 24-ժամյա ռեժիմով, այսինքն անընդհատ։ Այսինքն դու կարող ես այդ ճանապարհը ընտրել, եթե զգում ես որ ինչ-որ բան է, անմիջապես թող հակառակը տպագրեն եւ ոչ թե դատ կազմակերպիր, փակիր, ել չեմ ասում, կարող են իբրև հայցակալման միջոց կասեցնել դրա տպագրությունը եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս նախընտրական շրջանում, երբ կրքերը բորբոքվելու են, կարծում եմ կարելի է սրա
կասեցնել սրա գործունեությունը ժամանակավորապես, հետո փորձել անդրադառնալ դրան, վերափոխելու կամ կատարելագործելու այդ միլիոններով վերականգնվում է արդյոք այդ իշխանավորների պատիվ ու արժանապատվությունը։ Մարդու ինչի համար են դու գանում։ Լավ, ասենք գրիվնիով Յուշենկոյի, ասենք արժանապատվությունը չգնվեց, խնդիրը դրա մեջ չի, ես երկու բառ կարող եմ, չէ՞, ասել։ Իհարկե։ Տիկին Փարամոզյանը նշում է, որ եվրոպական կոնվենցիա եւ այլն, այդ ամեն ինչը շատ լավ է, այդ ամեն ինչը շատ պայծառ է, այդ ամեն ինչը շատ կարեւոր է, բայց ասենք մենք պետք է նաեւ ելնենք, որ ասենք ի վերջո, երբ որ մենք պետք է խոսում ենք եվրոպական կոնվենցիաներից, երբ որ պետք է խոսում ենք մենթալիտետից, ազգային, չգիտեմ, նկարագրից եւ այլն, ասենք այս ժամանակին իմ կենսագրության մեջ նաեւ էջեմ ունեցել, երբ որ լրագրող եմ աշխատել, ու շատ ծանր տարիներ եմ լրագրող աշխատել, այդ ամեն ինչը հասկանում եմ։ Կոնկրետ Վանաձորի վայրի պաշտպաններից մեկը, ես պարոն Մանուկյանին ասեցի, մի քանի տարի առաջ հոդված էր տպագրել իմ մասին, բացարձակ սուտ հոդված, որ ասենք, ով կարդում է իրականից հումորի էր վերածվում, երբ որ ես իրան զանգեցի, ասի, ինչ ես նման բան գրել, գիտես չէ, որ տենց բան չկա, ինքը ասեց, դե լավ ինթերթով է կարդում է, ոչինչ։ Այսինքն դա լրագրողներ կան ի վերջո։ Կամ ասենք երկու ներողությունից վերջացնեմ, ասենք երկու էջ մարդուն վարկաբեկում են, երկու համար հետո մի տողով հերքում են։ Այսինքն գիտեք ինչ ասենք, դա նաև մարդուն շատ ներողություն ես բառերից համար փչացնելու ինչ-որ ձև է, ասենք մարդուն հասկանում եք, որտեղ ասենք այդ ամեն ինչը տարածվում է, ես կարդացի 10 հոգու ասեցի, չէ՞, այդ 10 հոգին 100 հոգու ասեց, երկրաչափական պրոգրեսիվ դա աճեց ի վերջո, բայց հերքում է ես ոչ մեկին չեմ ասի բնականաբար։ Այսինքն խնդիրը հետևյալի մեջ է, որ ով ասում որ մամուլը պետք է ազատ չլինի, նման բան չեն ասում ոչ ոք, բայց մամուլը պետք է լինի հավասարակշռված։ Այսօր մենք այդ դուք եք ասում, չէ՞ որ հետք թերթը դուք եք նշում, որ ասենք բանի մեջ է։ Հա, սկզբունքներն։ Այստեղ նստած մարդիկ բոլոր սկզբունքներ ունեն։ Կարող եմ ես պարոն Մանուկյանի գաղափարը չկիսել, ասենք, բայց դա չի խանգարում, որ նա լավ բարեկամ լինի։ Խնդիրը սրա մեջ է։ Ներողությունից վերջացնեմ։ Խնդիրը նաև նրա մեջ է, որ ասենք ի վերջո մամուլը այսօր մեր հանրապետության մեջ պետք է մի քիչ իրատես լինենք եւ ասենք որ այդ բանը տպագրում են ասենք իրենց թերթը վաճառելու համար ի վերջո նաեւ տպագրում են ասենք այն ինչ որ սենսացիոն բնույթի ինչ որ բաներ են տպագրում որպեսզի ասենք չգիտեմ ես ինչ անեն եւ ասենք կա բնականաբար շատ ներողություն առնված մամուլ ինչ չեն դրա մասին խոսում գիտեք թերթը որտեղ ես աշխատում եմ հետ չէ ես չեմ ուզում ասենք ներողություն մամուլը դեպի իհարկե եթե լրագրողը հաշվեհարդար է տեսնում դա շատ վատ երևույթ է բայց եթե լրագրողը հանրության շահեր է բարձրացնում եւ կարող այդ բարձրացման process-ում թերություն է ունենա դրա համար մարդուն դնես բնականաբար էլ չհաշվի չառնու թե լրագրողի աշխատանքը սահմանված տուգան ինչքան է որ մամուլը եւ լրագրողը պետք է պահպանի էթիկայի կանոնները ոչ մեկ չի վիճակում դա որ լրագրողը լրատվամիջոցը խիստ պատասխանատու է իր բոլոր հայտարարությունների, իր բոլոր հոդվածների, իր բոլոր հրապարակումների համար, դա անվիճարկելի է, ոչ ոք չի վիճարկում դա։ Ամբողջ խնդիրը նա է, որ այսօր մենք ասոց պարոն Հարությունյանն էլ ասեց մի քանի անգամ նշեց մենք այսօր մի օրենք ենք ընդունել եւ այդ օրենքը դրել ենք գործարկման մեջ որը որ իշխանությունների կողմից վերեացվել մահակի վերեացվել պատժիչ մեքենայի, որովհետև մենք չունենք անկախ իրավական, անկախ դատական համակարգ։ Մեզ բոլորիս հայտնի է, սա պետք է չի սրա մասին խոսել ու քննարկել, որովհետև բոլորիս հայտնի է, այս մարդիկ կոշկակարի նման ընդամենը սորական պատվեր են կատարում։ Եվ այս պայմաններում ընդդիմադիր մամուլի վիճակը պետք է հասկանալ։ Այսօր ընդդիմադիր մամուլը վերջի վերջո միակ բանն է, փողն է, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում քաղաքացու, հասարակ քաղաքացու եւ ընդդիմադիր մասսայի, ընդդիմադիր քաղաքացիների կողմից որոշակի ճշմարտություններ բարձրաձայնել։ Եվ այս պայմաններում իշխանական թևին, իշխանական այդ կառույցին, իշխանական այս հզոր այս մամլիչ մեքենայի ձեռքը տալիս օրենքը օգտագործման համար, սա դահիճի միջոց է։ Սա սուր է։ Ներողություն, ես երբ որ ասում եմ, որ իրավական պրակտիկայի պայմաններում է, որ այս օրենքը չի գործում։ Այսօր ինձ քննարկման ժամանակ հարց եղավ, ասացին, եթե նորմալ դատական համակարգ լիներ,
թեական, էլի, այսպես ենթադրենք մի բան, նորմալ դատական համակարգ լիներ, դուք դարձյալ կասեիք, ասացի ոչ, որովհետև նորմալ դատական համակարգի պայմաններում, օրինակ, դատարանը հաշվի կառներ, որ կա 11-րդ կետ, ներողություն 10-րդ կետ, որտեղ ասում է անձը չի կարող օգտվել սույն հոդվածի 7-րդ, 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, խոսքը զրպարտության եւ վիրավորանքի դեմ դատական պաշտպանության միջոցներին է վերաբերում։ Եթե նա միջև դատարան դիմել է զանգվածային լայնության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում եւ կամ իր պատասխանը հրապարակում եւ լրատվական գործունեություն իրականացնողը հրապարակել է պատասխան։ Մենք արդեն ունենք դեպք, երբ ժամանակ թերթը հրապարակել է հետագայում իր դեմ հայց ներկայացրածի բանը հերքումը կամ պատասխանը, բայց նույնիսկ դա պատճառ չեղել հաշվի չառան, որ հրապարակել է, նորից դիմեցին դատարանը վճիռ կայացրեց ընդդեմ ժամանակի եւ այլն։ Այսինքն դատական համակարգում, երբ որ խնդիր է դրված պատժել հենց այդ թերթին, անգամ այս լավ բաները, որոնք մտցրել ենք, կրկնում եմ, սրանք չկային նախնական տարբերակում, մտցրել ենք, չկար նաև այն, որ անձը, այսինքն լրատվամիջոցը ազատում է պատասխանատվությունից, եթե նա հղում է կատարել սկզբն աղբյուրին, պատշաճ կերպով հղում է կատարել, դա էլ չկար, դա էլ ենք մտցրել այստեղ, այդ վերջին քննարկումների ժամանակ, նաև դա հաշվի չի առնում, արդեն ունենք նախադեպ եւ դատանը դա հաշվի չի առել, երբ որ թերթը հղում էր կատարել այն աղբյուրին, որտեղից ինքը հրապարակում էր արել, եւ կրկնում եմ, հասկանալի Ես մի բաց ներողություն կարելի է ասեմ կներեք ներողություն հենց ձեր ասացի համար եմ ուզում ասել երևի լրագրողական հնարքել գոյություն ունի ձեր ասած Վարդգապեկով նյութը շատ ներողություն բառի համար ասենք եթե Վարդգապեկովը գրվում առաջի էջի ամենատեսանելի մասը մեր փուեջ մեծ տառերով նկարով իսկ հերքումը մի հատ չերևա ոչ զանգվածային լրատվության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով հերքումը կամ պատասխանը հրապարակում են նույն էջում նույն տառատեսակով նույն չափով ինչ այսինքն դուք պատասխանեք նույն ծավալով իրենք կհրապարակեն նույն ծավալով շատ կներեք դուք ուզում եք որ այդ հնարավորությունը ունենա միայն իշխանությունը ոչ իր էլեկտրոնային լրատվամիջոցներով ուզած ժամանակ մանավանդ նախընտրական շրջանում ուզած ցեխը ուզած վարկաբեկիչ լրատվա միջոցները ուզած լրատվական այդ նյութերը առավոտից իրիկու տարածումա եւ հնարավորություն չի տալիս ընդդիմադիր գործիչներին, ընդդիմադիր դեպին որևէ ձևով կամ դա հերքել կամ դրա դիմաց որևէ այլ լրատվական նյութեր բան ներկայացնել, հրապարակել։ Մեր հնարավորությունները շատից քչից ասենք ընդդիմադիր մամուլն է։ Ընդդիմադիր մամուլին էլ այդ հնարավորություններից զերծելու պայմանով ստացվում է խաղը մի դարպասի վրա իշխանական թևը անընդհատ իրավունք ունի ամեն ինչ ամեն ձևով իր հսկայական լրատվական միջոցներով օգտագործել ընդդիմադիր բան թևը ընդդիմադիր այդ կուսակցությունները որևէ ձևով իրավունք չունեն զրկված են դրանից մանավանդ եթե հանկարծ կփորձեն այնպես մի պատժի կարժանանան որը լրատվամիջոցը կսկսի հայհոյել հենց այդ ընդդիմադիր ուժին Ես նա հարց եմ ուզում տալ, կարելի է թեման կապված։ Ուրեմն ես ուզում եմ հարցնել փորձագետին եւ շահագրգիռ մարդկանց։ Լավ, հասկանալի է, որ այդ ապակիրականացած շատ լավ է։ Ես ընդունում եմ դա։ Իրականում դա ինչ-որ քայլ առաջ է, չէ՞ բնականաբար։ Հիմա առաջարկում ենք, որ ինչ անենք։ Ասենք ուզում եմ հասկանալ, էլի, առաջարկ եղավ ընտրությունների շրջանում, նախընտրական շրջանում։ Չէ, ես ընդհանուր գլոբալ եմ։ Ժամանակավորապես գոնե կասեցի։ Չէ, ես ի վերջո հարցի լուծում գտնի բնականաբար։ Ասենք թե մենք 2012 թվականի ընդունենք, ասենք սեպտեմբեր ամսում ենք հիմա ընդունենք մի բան ասենք։ Հիմա ասենք լավ ինչ ենք անելու, թողնենք այդ ամեն ինչը որ ինչ անենք։ Չենք իրականացնում բնականաբար, չենք տուգանում բնականաբար, ինչ անենք։ Դու պատկերացնում եք ինչ կկատարվի։ Սկսի սպանությունը։ Կարող եմ ասել ինչ անենք։ Առաջին օգտվել պաշտպանության այլ միջոցներից, դրանք են առաջին պատասխանը եւ հերքման իրավունքը, առաջին քայլը Առաջին քայլը դա է։ Գնալ դրան, եթե մերժում են նոր գնալ դատարան, բայց միջ դատարան գնալը կա նաեւ ինքնակարգավորում։ Մենք արդեն մոտորապես 10-12 գուցե ավելի տարի, 13 տարի աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի զանգվածային լրատվության միջոցները աշխատեն ինքնակարգավորման համակարգում։ Աշխատում։ 2008 թվականից ստեղծվել է մի միասնական
կոդեքս, որը ի դեպ նաև Լորենտիվին է ստորագրել են հանրապետության 40 լրատվամիջոցներ եւ այն լրատվամիջոցները, ովքեր ստորագրել են այդ կոդեքսը, իրենք կամավոր ընտրել են մի մարմին, 5 հոգանոց, 7 հոգանոց մի մարմին, դիտավորել են դիտորդ մարմին եւ կարելի է դիմել նրան բողոքարկելով, պահանջելով իշխանական մամուլի ներկայացուցիչ չկա 40-ը։ Ինչ է նշանակում իշխանակ։ Ես մի քիչ կան հեռուստաընկերություններ։ Օրինակ Երկիր մեծ հեռուստաընկերությունը ստորագրել է ինքը։ Չէ, խոսքը զարգացած իշխանականին։ Չէ, այդպես բաներ։ Չէ, չեն ստորագրել։ Եվ կարելի է գնալ այս ճանապարհով։ Երրորդ ճանապարհը նոր գալիս է դատարանը եւ վերջապես դատարան հասնելու պարագայում այս օրենքում պետք է կատարել եւս մի քանի փոփոխություններ իմ կարծիքով ամենից առաջ եւ ամենից կարեւոր փոփոխությունը պետք է լինի փոխհատուցումների չափի նվազեցումը ժամանակին երբ այս հարցը բարձրացնում ենք սա այն սկզբունքային պահն էր որ հանձնաժողովը չզիջեց ու կառավարությունն ու հանձնաժողովը այս հարցում զիջումների չգնացին որոշ հարցերում զիջումների գնացին որովհետեւ արգումենտը հետեւյալն էր պիտի ցավոտ լինի, ասում էին, պիտի ցավոտ լինի, որ ինչ-որ մեկը կպատվիրի դա, կվճարի լավրոյի փոխարեն ու ինչ-որ մեկի վրա սա կշպրտի։ Ասել ենք այդ ամեն ինչը։ Ոչ միայն կպատվիրի, այլև դա ասել ենք, որ սա իր մեջ կոռուպցիոն ռիսկեր պարունակում է, բավականին մեծ կոռուպցիոն ռիսկ։ Այդ ամեն ինչը կա, որովհետև կա Ռուսաստանի փորձը։ Մեզանից մի 5-6 տարի առաջ է Ռուսաստանը գնացել այդ քայլին եւ անմիջապես դատական գործերը ուղղակի լցվել էին դատարաններում, խեղդվում էին դատարաններում։ Ես մի ռոմանտիկ լուծում ասեմ, ուրեմն մի 5 դատավոր ռոմանտիկ բան։ Չէ, ես ավելի լավ լուծում ունեմ, եթերից մի 5 դատավոր ընդդիմադիր դաշտից ընտրում ենք ու բոլոր գործերը նրան այդ գործերը հանձնում ենք այդ դատավորներին։ Չէ, ես իդեպ ասեմ, որ կա եղել է դատավոր, միակ դատավորը եղել է դատավոր, որ ասենք երկիր թերթի դեմ հայցը համարյա ըստ էության չբավարարեց, շատ մասնակիորեն բավարարեց, էլի։ Բավարարեց ամենայն դեպքում։ Նու մասնակի էր, շատ մասնակի էր, այնպես որ այդտեղ գոնե Շատ լավ, շնորհակալություն մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, դեռ մի երկու հարց կար քննարկելու, սակայն մեր բանավեճը այնքան բուռն ընթացավ, որ ես նույնիսկ չփորձեցի ընդհատել այլ ուղղությամբ տանել, այդուհանդերձ կարծում եմ թեման շատ ակտուալ է եւ վստահ եմ, որ մեր բոլորիս համատեղ ուժերով եւ նաեւ Երևանի մամուլի ակումբի աջակցությամբ ինչ որ փոփոխություններ կլինեն, համենայն դեպս գոնե այս նախընտրական շրջանում ինչ որ ձևով փորձ արվի կամ կասեցնել կամ ինչ որ բան արվի, որպեսզի ազատ խոսքը, ազատ մամուլը, որպեսզի մենք կարողանանք աշխատել, որպեսզի մարդկանց կարողանանք ներկայացնել այն, ինչ կատարվում է իրականում մեր շրջապատում եւ ովքեր են մեր իսկ կողմից առաջադրվող տեխնացուները, քաղաքական ուժերը եւ այլն։ Հայաստանի Հանրապետության Սրբարտության եւ Վիրավորանքի ինստիտուտները կարգավորող օրենսդրությունը, իրավակիրառ պրակտիկան եւ դրա հնարավոր հետևանքները նախընտրական շրջանում կարծես թե քննարկեցինք եւ վստահ եմ, որ հեռուստադիտողն էլ ինչ որ եզրահանգումներ կանի այս ուղղությամբ, ինձ մնում է հիշեցնել, որ ծրագիրն իրականացվում է լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Internews Network Միացյալ Նահանգներ Եվրազիա համագործակցություն հիմնադրամ, Երևանի մամուլի ակումբ եւ մամուլի աջակցության Internews հասարակական կազմակերպության կողմից։ Ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել Ամերիկայի ժողովրդի շնորհիվ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Այն նպատակ ունի Հայաստանում ավելի հասանելի դարձնել անկողմնակալ եւ բազմակարծիք լրատվությունը ավանդական եւ այլընտրանքային միջոցներով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Շնորհակալություն եւ ամենայն բարիք ձեզ։ Իսկ